Այսօր մարտի 28-ին Գյումրու քաղաքապետարանում հերթական մարդաշատ օրն էր։ Քաղաքացիների ընդունելության համար հերթագրվել էր շուրջ 40 բնակիչ։ Ընդունելությունն անցկացնում էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը, տեղակալ Գագիկ Մանուկյանը եւ բաժինների ղեկավարները։ Օրվա օրակարգում գերակշռողը մեկն էր՝ բնակարանային խնդիրը, որը Գյումրիում շարունակում է մնալ ամենասուրն ու չլուծվածը։ Ավելի քան 2000 ընտանիք դեռևս ապրում է տնակներում, իսկ տասնյակ ընտանիքներ վարձակալում են բնակարաններ, քանի որ նրանց տնակներն այլևս պիտանի չեն բնակության համար։ Դիմողներից մեկը պատմեց, որ վթարային տան պատճառով տարիներով ապրել են Վարձով հայրենիքից բացակայողների տներում, սակայն հիմա տանտերերը վերադառնում են եւ ընտանիքը 3 ամսից հայտնվելու է փողոցում։ Այս ընտանիքը բարձրացրեց նաեւ սոցիալական արտոնություններից զրկված լինելու հարցը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից քաղաքացին դժգոհեց, որ զինվորական գրքույկում համապատասխան նշման բացակայության պատճառով չի կարողանում օգտվել որևէ արտոնությունից։ Իմ վայրենի բիլետի մեջ չկա, որ ես մասնակցել եմ մարտական ծառայության, մարտական հերթապահության։ Ապրիլյանի ժամանակ մեր մոտ ոչ մեկին չէին տալիս, որ դու մասնակցել ես մարտական ծառայության։ Հետևաբար ոչ մի արտոնությունից չես կարող օգտվել։ Ու ինպես շատ տեղեր կան այսօրվա դրությամբ, որ ոչ մի ձևի չեն կարող այդ փաստը ապացուցել։ Կոմունալ խնդիրների շարքում առանձնացավ Անի թաղամասի շենքերից մեկի տանիքի հարցը։ Ջուրն արդեն հասել է բնակարանների առաստաղներին։ Բնակիչները պատճառ են վճարել, սակայն համատիրության հետ լեզու չեն գտնում։ Համատիրությունը իր վարպետին կանչեց, վարպետը եկավ ելավ, սաղ կրիշը ցույց տվեց, որ լրիվ թաց է։ Ինչ պետք է անցվի, ես կծեմ բռնեմ, կեշտամ համատիրությանը սի եկա փողը։ Հետո քաղաքապետարանից զանգ տվեցին, ասեցին բանը 600,000 գնահատե համատիրությունը ի վիճակի չէ դրամոնտել։ Ավետիս Առաքելյանը հանձնարարեց անմիջապես ուսումնասիրել խնդիրն ու ներկայացնել լուծման տարբերակներ, սակայն ամենածանր խոսակցությունները տնակներում բնակվողների հետ էին։ Տնակում բնակվող բազմանդամ ընտանիքին նաև երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած ու մինչ օրս չփոխհատուցված քաղաքացիներին Առաքելյանը հույս տվեց, որ բնակարանաշինական ծրագրերը մեկնարկի փուլում են։ Տնակի մեջ եք գտնում։ Քանի օր եք։ 8 Անչափահասական 4 Ձեր տղամարդիկ ինչով են զբաղվում։ Աշխատում են, բայց հնարավորություն չունենք գնալու։ Այս բան չունենք մեր ենթակայության տակ այդպես բնակարաններ, բայց այս է սկսվելու է աշխատանքները եւ համայնքական հիմնադրամով է կառուցվելու բնակարաններ եւ սուբվենցիոն ծրագրով է կառուցվելու բնակարաններ եւ նաեւ քաղաքապետարանի ուժերով։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անցած տարվանից է նախագծերը, ծրագրերը ամբողջը մշակել էր, հանձնարարել էր, այս տարի փորձենք իրականություն դարձնել։ Հիմա նախագծային փուլում է գտնվում ամբողջը եւ հաստատվեց այդ նախագծերը մրցույթ ենք հայտարարելու։ Դու ինչ ես ստացել միջև հիմա։ Հերթացուցակի մեջ է։ Հերթացուցակի մեջ է։ Ես կան համբիրել եմ, կներեք, բայց մի քիչ էլ համբիրեք։ Հնարքում գվարցով շատ անապահով պայմաններ են։ Ողնաշար կրիշաներ ունեն, չեմ կարողանում աշխատել, ոչ մի օգնող չունի, ոչ մի հնարավորություն։ Ունեմ անօթեգանի կարգավիճակ, ունեմ գեոֆիզիկայի ինստիտուտից տեղեկանք, հաստատուղթ, որ թույլ եմ տվել 89 թվականից առ այսօր, բնակվում եմ այս տնակում։ Միջև հիմա բնակարան չեմ ստացել։ Պատճառաբանել եմ, որ միջև պետական բլված շենքի բնակիչներին բնակարանով չափախով են, սեփական սեկտորին չեն անցնի։ Սեփական է, հա՞ չէ։ Սեփական տուն է եղել, բայց փուլ է։ ցուցակի մեջ կա, հա։ Իհարկե կա, ես պետք է համբիրեք։ Համբիրեք մինչև սկսվի բնակարանաշինությունը, անպայման ձեր հետն է կհասնի։ Այդ կառավարության խնդիրն է։ Պետությունը պարտավորություն ունի ձեր շահանդեպ, մենք էլ այնպես չէ որ չենք բարձրացնում։ Միշտ բարձրացնել ենք գրություններով, ինչ եկել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությունները ուղարկել։ Բնակարանի հերթացուցակում տասնամյակներով սպասողների համբերությունն սպառվել է։ Քաղաքացիներից մեկն էլ հուզմունքով պատմեց, որ վաստակավոր շինարար հայրը մահացել է տնակում, այդպես էլ տուն չստանալով։ Շենքը բլվել է միջև մի բնակարանի հրճ չի լուծվում։ Բայց դուք ցուցակի մեջ եք։ Հա, այն օրը մտա երկրորդ թարգսեցին որ ցուցակի մեջ կա։ Ներս Դոմիկի մեջ մեռավ 45-ից 50 տարի քաշինն է աշխատել։ Իմ պատկերացնեք, ես այն վաղ տեղել եմ 27 տարեկան, հիմա 65 տարեկան եմ։ Ինչ եմ, հա, ինչ եմ։
Քաղաքացիները դիմում էին նաև առողջական խնդիրներով։ Ուղեգրի ժամկետի սպառման պատճառով վճարովի հետազոտության առաջ կանգնած բնակչին Առաքելյանը խոստացավ օգնել, թեև նշեց, որ կառավարության որոշմամբ դրամական ուղիղ օգնություններն արգելված են։ Քաղաքապետին փոխարինող Առաքելյանը վերահաստատեց, անօթևանության վերացումը եւ աշխատատեղերի ստեղծումը Գյումրու քաղաքապետանի առաջնահերթությունն են։ Մեր իշխանության համար առաջնահերթ է բնակարանաշինություն, աշխատատեղ։ Այդ երկու հարցը առաջնահերթ է եւ ամեն րոպե, ամեն վայրկյան այն առիթը, որ ստեղծվում է, կարող ենք մենք ինչ որ կապ հաստատել իշխանության հետ, միանշանակ ձեր հարցերը բարձրացնում են։ Հարցը շատ ցկցկվեց 38 տարվա մեջ մարդիկ պետություն են կառուցում։ Բաժինների ղեկավարները գույքագրեցին բոլոր խնդիրները, նշանակեցին առանձին հանդիպումներ, փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրելու եւ հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների խնդիրներին լուծումներ տալու համար։